«2005 թվականին ամերիկահայ փաստաբան Վարդգես Եղիայանը ամերիկյան արխիվներից գտնում է մի քանի հարյուր փաստաթուղթ, որոնք վկայում են 1915-ից 23 թվականներին Օսմանյան կառավարության տարիներին ամերիկյան բանկերում հայերի ունեցած ապահովագրությունների մասին։ Այդ հայերը սպանվել էին հայոց ցեղասպանության տարիներին։ Ապահովադիրների ցանկը ժամանակին փնտրել է Թալյատ Փաշան, որպեսզի նրանց գումարները ստանա Օսմանյան կառավարությունը։ Եղիայանը որոշում է դատական ճանապարհով ետ ստանալ ապահովագրական գումարները եւ տրամադրել սպանված հայերի ժառանգներին։ Հայ փաստաբանի գործուն մասնակցությամբ նույն տարում Կալիֆոռնիայում օրենք է ընդունվում, որի համաձայն ապահովագրական ընկերությունների դեմ հնարավոր էր դատ բացել հենց Կալիֆոռնիայում, իսկ այդ ընկերությունները պարտավոր էին տրամադրել իրենց արխիվում եղած փաստաթղթերը։ Փաստաթղթերում հայտնաբերվում են հազարավոր ապահովադիրների անձնական տվյալներ, բնակության վայրը, ընտանիքի կազմը, հասցեն, վճարած գումարները։ Եղիայանին միանում են եւս երկու փաստաբան խմբային դատ բացելու համար ամերիկյան New York Life, իսկ ապա նաեւ Ամերիկայում գործած ֆրանսիական AXA ապահովագրական ընկերությունների դեմ, պահանջելով փոխհատուցել սպանված հայերի գումարները։ Երկու դեպքում էլ փաստաբանները դատը շահում են։ New York Life-ից ստանալով 20 միլիոն, իսկ AXA-ից 17.5 միլիոն դոլար փոխհատուցում։ New York Life-ի դատական նիստերը արագ, իսկ դրամաբաշխությունն էլ հաջող են ավարտվում, իսկ ահա ֆրանսիական AXA ապահովագրական ընկերության դեմ դատը տևում է 5 տարի։ Ինչպես New York Life-ի, այնպես էլ AXA-ի փոխհատուցած գումարները ստանում են փաստաբանները, բայց դատարանի որոշմամբ գումարները բաշխում են հատուկ այդ նպատակով ստեղծված մարմինները, տեղական վերահսկիչ հանձնախմբերի աջակցությամբ եւ հսկողությամբ։ AXA-ն կանի որ ֆրանսիական ընկերություններ ուզեցին հանձնախումբը ֆրանսիայեն լար եւ ֆրանսիայեն մենք սադեցինք մենք այսինքն սելով քաղուտը խորտակցեցանք ֆրանսիայի քաղուտին հետ եւ Սամ Շնորոկյան, Հիլդա Չոբոյան եւ դոկտոր Զավեն Գաբրիելյան, որը Մարսեյ, Լիոն եւ Փարիզ կներկայացնեին, ուրեմն Ֆրանսիայի ներկայացնող ասկազմագերբությունը եւ իրենց դրված էր բարդականությունը, որ հաշիվները դեսնեն եւ վճարումները անեն։ AXA-ի 13000 ապահովադիրների հնարավոր ժառանգներին գտնելու եւ նրանց անձնական տվյալների համապատասխանությունը ստուգելու ծավալուն աշխատանքը տարիներ է տևում։ Կալիֆոռնիայում ստեղծված գրասենյակը եւ Ֆրանսիայի հանձնախումբը ինֆորմացիան տարածում են աշխարհով մեկ, օգտագործելով համացանցի հնարավորությունները, համագործակցելով նաեւ Հայաստանի հետ։ Փաստաբաններ Վարդգես Եղիայանը, Մարկ Կիրակոսը եւ Բրայան Կապաթեկը համաձայնություն են տալիս, որ ինչպես New York Life-ի դեպքում էր, AXA-ի դեպքում եւս ստացած փոխհատուցման բաշխումն իրականացվի Բարսեղ Քարթալյանի ղեկավարությամբ։ Ֆրանսիայի հանձնախումբը համաձայնում է, վստահելով նրա փորձառությանը։ Որոշ ժամանակ անց փաստաբան Բրայան Կապաթեկը Ֆրանսիայի հանձնախմբին հայտնում է, որ դրամաբաշխության մարմնին կմիանա նաեւ փաստաբան Պերճ Բոյաջյանը, որն ունի New York Life-ի դրամաբաշխության փորձառությունը։ 10-12 հոգի արին, որ 13000 թղթաբանակներում վրա աշխատին։ Պերճ Բոյաջյանի ընտանիքի անդամներն էին 4-5 հոգին։ Քրոջը դղան, քրոջը աղջիկը, չեմ գիտեր մեգուն փեսան եւ այլն իրենց ընտանիքն են, իրենք ղեկավարեն, որ այսինքն Պերճ Բոյաջյանը ղեկավարեր, որ անորեն 3 փաստաբան կայինք, որ միս 2 փաստաբանները հնարավորություն տված էին, որ ինքը մտնե։ Այդ նյութը մենք խոսած էինք, ես ամենևին հակառակ էի, որովհետև Պերճ Բոյաջյանին անցյալը շատ փայլուն անցյալ մջեր, օրինակ ասեմ ինքը 1990-ներուն ուրիշ թադիմը մեջ էր եւ այդտեղ խաբեբայություն ըրած էր, դեղյակ բայեցինք Ֆրանսիայի հանձնախումբին, որ ուշադրություն պետք է ունենել։ Սամուել Շնորոկյանի խոսքով Ֆրանսիայի հանձնախումբը գանգատներ է ստանում, որոնց հիման վրա պահանջում է ապահովագրություն ստացողների թղթապանակները, ստուգելու համար գործընթացի թափանցիկությունը։ Դրամաբաշխությամբ զբաղվող մարմինը հանձնախմբին տեղեկություններ չտրամադրեց ապահովագրություն ստացողների թվի եւ անունների վերաբերյալ, ասում է Շնորոկյանը։ Թե ինչպես էր բաշխվել 17 միլիոնը հայտնի չէր, հայտնի էր միայն, որ իրենց մատուցած փաստաբանական ծառայությունների համար 3 փաստաբանները դատարանի որոշմամբ ստացել են $1 միլիոն։
Չնայած Ֆրանսիայի հանձնախմբի պահանջին, թղթապանակներն այդպես էլ չեն ստացվում։ Сайн չէ լավ Կալիֆոռնիայում։ Սպասում ենք, որ մեզ ուղարկեն ցանկերը, վավերացնենք, հաշիվները տեսնենք։ Ամիսներ վերջ 4-5 ամիս վերջ մի նավակ կստանանք Բրայան Կաբադեգյան։ Գասե ամեն փողերը բաժնված են, կորձը վերջացած է։ Պետք է դուք ցեզ լուծեք։ Մեզի նամակ գրեք, որ գվավերացնեք մեր աշխատանքը, որ կորձերը վերջացած են։ Կմնա 340,000-ի չափ դոլար փող ավելցած է։ Ադար եթե դուք կուզեք, դուք բաժնեցեք, որոնք որ կփապակիկ։ Ամիջապես գրեցինք նաև Թադավորին։ Ասենք որ որքան դե որ հաշիվները մենք չենք վերաբերեցուցած, գարելի չէ։ Իրենք կփապակեն նաև որ բանջները թուղթերը ոչնչացնել։ Ասենք ոչինչ չի ոչնչանար, պետք է մենք ստանանք հաշիվները։ Նախ օրենքը գսե որ 5 տարի պետք է թղթաբանակը բայենք, երկրորդ խախտում կա եւ մեկը պետք է դրվի, որ գրնա օդիտորը, որ գրնա նայել ասամեն հաշիվներուն եւ տեսնել, որ ինչ խախտումներ կային։ Իրականությունը վերջո շատ բարձ էր, 6 միլիոն դոլար կողծված էր։ Այդ 6 միլիոն դոլարը պետք է ետ դրվեր։ Օրինակ կար, որ Բերջ Բոյաջյանը իրեն ոսկերիչին 96,000 դոլար գուտագոր թղթաբանակ չկա ոսկերիչին վրա եւ այդ կոմարը ինքը կորզածեր էր, որ ատամանտե մադանի կնե, աբարանչան կնե, վզնոց մկնե իրան աղջիկան, որը պիտի ամուսնանար։ Ասանք անձնական կորզածելներ կային, օրինակ երբ որ թղթաբանակներու մեջ նայեցանք, 50-ն ավելի թղթաբանակ գոյություն չուներ, անհետացած էր։ Վերջը տեսանք, որ չեկեր եւ որ կրված են, գսե օրինակ անցիմը մեկ հատ չեք ուղարկված է։ Թղթաբանակի մեջը գնային, որ 3 հատ չեք պետք է ուղարկված ելար։ Եվ մանավանդ Հայաստանի մեջ բադայեսավադիգա, մենք կանչեցինք այդ անձերուն, ասենք քանի չեք ստացակ, իրենք ասին մեկ չեք ստացանք։ Ֆրանսիայի վերահսկիչ հանձնախումբը իր կասկածների մասին գրում է դատավոր Քրիստինա Շնայդերին, որի որոշումով էլ հենց նշանակվել էր իրենց հանձնախումբը եւ հայտնում, որ թղթապանակների տեղեկությունն իրենց հասանելի չէ։ Դատավորից 2-3 նամակ ուղարկեցինք, բացան չեկավ, որոշեցինք մենք երթալ 3-ս Կալիֆոռնիա եւ սպաղվել ասարցով։ Այդ արդիվեր որ կացինք եւ ադոր արդյունք եղավ, որ Դատավորը բանջեց փաստաբաններեն, որ մեզ ուղարկեն հաշիվները։ Եվ որ հաշիվները ստացանք, շատ հստակ էր, որ շատ մեծ գումարով դրամ բագասեր հաշիվներու մեջ։ Արագ ակնարկովը մոտավորապես 2.5 միլիոն դոլար, որ հատկացված էր ժողովրդներու։ Դրված էր ուրիշ հաշիվի մեջ, որ ոչ մեկը լուրջ չուներ։ Արավել դեկավեն 3 միլիոն չափ փող մնացած էր, որ պետք էր բաժնվել միություններու։ Այսինքն 5.5 միլիոնի չափ դրամ կար, որ չեր հատկացված, եւ մեզ մեկ բան չէր, որ ստորագրենք, որ ամեն ինչ վերջացած է, 300,000-ի չափ գումար է մնացել, բաժնեցեք, վերջացնենք ասիկա։ Իրենք չսին, որ 2.5 միլիոնակա ուրիշ հաշիվի մեջ։ Եվ որ մեջտեղ երավ հաշիվները, դրորեն ասա, որ այդ դրամը ուրիշ դրամադա մեջ դրած էր, որ դոգոս բերի, եւ վերջը մոռացել էր այդ գումարը գա։ Մի դառնակ երևույթ, որ ինչպես կարող ես 2.5 միլիոն դոլար դրամադան հաշիվը մոռանաս եւ լուրջ չի դաս փաստաբանները, որ այդ գումարը գոյություն ունի։ Ֆրանսիայի հանձնախմբի պահանջով դատավոր Շնայդերը որոշում է կայացնում վերստուգել Բարսեղ Քարթալյանի ղեկավարած գրասենյակի աշխատանքը։ Ինչպես է պատահել, որ 2.5 միլիոն դոլարի մասին մոռացել են բոլորը, եւ գրասենյակի տնօրեն Բարսեղ Քարթալյանը եւ փաստաբանները։ Դժբախտաբար անոնց վերագացու որոշեց նույն փաստաբանները, որ իրենք էին արած այդ գործը։ Մեզ համար անհասկանալի երևույթ էր դա, բայց ընդունեցինք եւ սպասեցինք արդյունքը։ Եվ իրականության մեջ արդյունքը շատ դժոխր էր մեզ համար։ Ֆրանսիայի հանձնախումբն իր ուժերով ուսումնասիրում է 800 թղթապանակ,
Հայտնաբերված խախտումների մասին տեղեկություններով Սամուել Շնորհոքյանը հանդես է գալիս ֆրանսահայ մամուլի միջոցներով, մասնավորաբար տեղեկացնելով, որ վճարվել են մարդիկ, ովքեր շահառուի կարգավիճակ չունեն եւ ժառանգորդ չեն հանդիսանում։ 30 ապահովադիրներ չեն ստացել իրենց անդորագրերը, 74 շահառուներ վճարվել են մասնակի, ասում է Սամուել Շնորհոքյանը։ Ապահովագրությունների փոխհատուցման դատական գործընթացների հեղինակ Վարդգես Եղիայանը պատմում է իր մասնավոր հետաքննության մասին։ Անձերու անունով ապահովագրություն կա, ադանք անց գոյություն չունի, գրված էր, որ հայաստանցի է, ուրեմն երբ որ Հայաստանի կառավարության հետ կապվեցանք եւս ինք անձնակիրը ասմարտը ունի, ադանք անունով անձնակիր չկար։ Ուրեմն ասին մենք կապվենք Ռուսաստանի հետ, կրնա Ռուսաստանի հայմելալ, նորեն այդպեսի անձնակիրը չէ դրված, այդպեսի անձը գոյություն չէ ունեցած եւ իրեն հասցեն Բաղդադի մեջ էր օրինակ ատրամները Բերժբոյաջանը կողծած էր եւ այդ չեկերը ինքը ստորագրած էր, բայց ինչպես բանկան գտնի գոր այդպեսի բան է բանկային մեջնալ հայմգար Մարկարյան անունով անալ աշխարհտախության մեջներ որ գծկեր որ այսպեսի գումարներ տրվի Բերժբոյաջանին հաշիվին Հանձնախումբը հայտնաբերում է վճարված անդորագրեր փաստաբաններ Պերճ Բոյաջյանի եւ Բարսեղ Քարթալյանի բարեկամների անունով։ Սամուել Շնորհոքյանի խոսքով Գրիգոր Գրիգորյան անունով շահառուին օրինակ վճարվել է ընդամենը $10,350, մինչդեռ նրա անունով 4 անդորագիր է հայտնաբերվել, ընդհանուր $62,100 արժեքով։ Սիրիայում բնակվող Զավեն Հալեբյանի անունով հայտնաբերվել է 9 անդորագիր, ընդհանուր $574,425 արժողությամբ, մինչդեռ նա չի տուժել ցեղասպանությունից եւ երբևէ չի դիմել փոխհատուցում ստանալու համար։ Այդ անցին ես բրբդեցի, գանչեցի Սուրիա, Հալեբ գանչեցի, անցինսի գանչեմ որ ուզեմ որ ստուգել ստացած տրամներնիդ ակսային, ես անանք բան չեմ թիմած Ես դեղյակ չեմ, երբ որ ստուգել սկսանք, մեկեն տեսանք, որ նորեն Բերժբոյաջյանն է, որ ատրամները արեր է, բայց այս անգամ գեղձեր է, մարդուն անունը գեղձեր է, մարդուն հաշիվը գեղձեր է, որ իրեն իրավացություն դրվեր է այսպեսի կործերն էլ, ինչ որ է, ադիկա երբ որ տադարանին ուշադրության պերինք, ամիջապես $575,000 Ետ պերին, թե ոչսին Բերջին պետք է քրեական թատ բացվի իրենց դեմը։ Ապահովադիրներ կային, որոնց ամբողջ ընտանիքը զոհվել էր ցեղասպանության ժամանակ եւ ժառանգորդներ էլ չունեին։ Ուստի նրանց ապահովագրական գումարները մոտ $3 միլիոն դատարանի որոշմամբ պետք է նվիրաբերվեր Ֆրանսիայում գործող հայկական բարեգործական տարբեր կազմակերպությունների։ Այդ նպատակով Ֆրանսիայում պետք է հիմնադրամ ստեղծվեր, բայց քանի որ հիմնադրամի ստեղծման դեպքում պետությանը տուրք պետք է վճարվեր, փաստաբանները որոշում են առանց հիմնադրամ ստեղծելու իրենց ուժերով բաշխել այդ գումարները։ Ֆրանսիայի հանձնախմբի փարիզյան ատենապետ Սամուել Շնորհոքյանի տեղեկացմամբ այստեղ եւս տեղի են ունենում զեղծարարություններ։ Հայկական կազմակերպություններին հասանելիք գումարը մեծ մասամբ տրվում է այն համալսարանին, որտեղ սովորել են փաստաբաններից երկուսը։ Սամուել Շնորհոքյանն ասում է, որ դատավոր Քրիստինա Շնայդերը շահագրգիռ չէ ճշմարտության բացահայտմամբ եւ հատկապես թղթապանակների վերստուգման գործը նույն փաստաբաններին հանձնելով նրանց նոր հնարավորություն է տվել մսխած դրամը իրար մեջ բաժանելու, քանի որ փաստաբանները վերստուգման համար մեծ ծախսեր են ներկայացրել։ Դատավորը ինչ որ կներկայացնեին մանավանդ Մարկիրագոսը եւ Ռայանը Կգնքեր կբավերացներ ասկորձերին։ Մեզ համար դառնակ երևույթ էր ադիգա։ Երկու փաստաբանական խումբերը յուրաքանչյուրը վերցրել էին $400,000 եւ $500,000 հավելյալ ծախս վերադասության ինտերգյուրի համար։ Այսինքն գումարից մեծ մասը գեսից ավելին արդեն որ մենք կդած էինք գրգի բաժնվեցավ փաստաբանների մեջտեղ։ Մենք ասենք մենք համաձայն չենք ասվարոշումն։ Бид նախընտրենք շարունակել փաստաբանների թեմտատ։ Եվ այդ ուղղությամբ Երեք որոշում արինք։ Առաջին որոշումը կանչել Ֆրանսահայ համայնքի եւ ղեկավարները եւ միությունները եւ հաշվեգիչել դրանոնց մեր ռասկոզին եւ գացության մասին։ Երկրորդ կապ բահել Ամերիկայի FBI-ի հետ եւ իրենց փոխանցել դոմարները։ Երրորդ կապ բահել ԱԿՍ ընկերության կենտրոնական գրասենյակի հետ եւ նախագահային հետ որ իրենց դեպք բանք եղած զեղծարարությունների մասին։
Այս գործընթացները եւ դատական քաշքշուկները տևում են մի քանի տարի։ 2014-ի ամռանը, երբ ամբողջ աշխարհի հայերը պատրաստվում էին նշելու ցեղասպանության 100-րդ տարելիցը, Ֆրանսիայի հանձնախումբը որոշում է 1 տարով հետաձգել գործը։ Վերսկսում է 2015 թվականի սեպտեմբերին, դիմելով Կալիֆոռնիայի փաստաբանների միությանը, որպեսզի վերջինս ծառայողական քննություն անցկացնի փաստաբանների նկատմամբ։ Ասմանի որոշումները վերջնական են։ Միայն Կալիֆոռնիա քերակույն Ադյանն է որ գրնա վերադեսության ընթարգել, այսինքն իրենց որոշում չանցներ բարձ դատարաններու միջոցով։ Եվ իրավունք ունի փաստաբաններու աշխատելու իրավասությունը ցերկեն վերցնելու, եթե սխալ արած է։ Ամենից որ բոլոր դոմարները ուղարկեցինք այն անցին, որ պիտի զբաղեր այս խնդիրներով, որը ստանցել է այս պաշտոնը, եւ արդեն իսկ 3 հատ բացված է ներկայիս 2 փաստաբանների, իրականում մեջ 3 փաստաբանների դեմ, այս բարակային Բեջ Բոյաջյանը, Վարդգես Եղայանը եւ իր դիգենը։ Դժբախտաբար Դագավին Բրայան Կաբադեկի եւ Մարկիրագոսին տաճ չէ բացվել։ Եվ որ հետաքրքրվեցանք ինչ էր պատճառը, որոնց դեմ տաճ չէ բացված, դատախազը ասավ, որ ուրիշ դատախազը պիտի որոշվի, որ մնացյալ դոմարներով վրա աշխատի եւ ինքը պիտի անոր պիտի փոխանցի իր ցերկ ունեցած դոսիեները եւ արիգա է որ պիտի սպառվի։ Փաստաբան Վարդգես Եղիյանն ասում է, որ ինքը ոչ մի զեղծարարության մասնակից չէ եւ հարկ եղած դեպքում պատրաստ է ներկայացնել ապացույցներ։ Երրորդ անգամն է, որ իմ թեմս կանգատ գա, որ ես չեմ դված դրամը Ֆրանսիայի բարեգործական գազագերբության, ասելով որ այդպեսի գազագերբություն չի գա։ Այդպեսի գազագերբություն գա, սուտ խոսեցան իրենք, որ ադիգա իրենց պաշտպանելու համար պետք է իմ վրա սարսագեին ամենեն լավ ծևն է։ Ես շատ ուրախ եմ, որ իմ թեմս թադ մգա, որովհետև իմ թադի պատասխանն է, որ ամեն աս անձեր, որ քողություն հրած են, ես կուզեմ, որ թադարան կան եւ ես փաստաթուղթեր ունեմ, թող կան։ Սամուել Շնորհոքյանի խոսքով Ֆրանսիայի հանձնախումբը բողոք է ներկայացրել Կալիֆոռնիայի կենտրոնական դատախազություն, որը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հարցի նկատմամբ։ Ֆրանսիայի հանձնախումբը դատախազությանը տրամադրել է նաև իր ունեցած բոլոր փաստաթղթերը, որոնց ուսումնասիրման համար դատախազությունը ժամանակ է խնդրել։